դուք հիմա թաղամասերում այցեր եք սկսել եւ այդ այցերի ժամանակ վստահաբար հանդիպում եք նաեւ այն մարդկանց, ովքեր այդ օրերին քվե են տվել ձեզ։ Արդյոք կա այս մոտեցումը գյումրեցիների կողմից, որ իրենց խաբված են զգում, որովհետեւ քվեարկեցին Մարտուն Գրիգորյանի օգտին, բայց այնուամենայնիվ գնաց քվեն Վարդան Ղուկասյանին, այսինքն քվեարկել են այլ մարդ ու քաղաքապետը դարձել մեկ այլ մարդ։ Այստեղ արդար էր ձեր ընտրողի հանդեպ, թե ոչ։ Մի եզրույթ կա, որը վերջին շրջանում բավականին շատ ակտիվացել է, սկսած ընտրությունների որոշումը կա, պարոն Գրիգորյանի որոշումը կայացնելուց հետո մինչև այսօր էլ կա, բայց վերջին շրջանում թե իշխանական, թե իշխանամերձ լրատվամիջոցները են, որ հարցազրույցի ես գնում 5 հարց կա, 5-ից 7-ը տալիս են, բա դուք ձեր ձայները տվել եք ուրիշ խմբակցության, այսպես ասած։ Նախ կուզեմ այդ տերմին եզրույթին անդրադառնալ, ձայներ տալ հասկացությանը։ Եվս մեկ եզրույթ կա, չընտրված քաղաքապետ եւ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ է դարձել Մարտուն Գրիգորյանի հետ ձեր ասած եզրույթի հետ, սա համընդհանուր այո, զուգահեռաբար ապրում են իրականության մեջ կան, այո, ձայներ տալու այդ մշակույթի հետ կապված նախ պետք է հասկանանք, որ ընտրական օրենսգիրք կա մեր առջև եւ կա համամասնական ընտրաձև, այսինքն մենք գնացել ենք ընտրության եւ ոչ թե գյումրեցիներ ընտրել են քաղաքապետի, այլ գյումրեցիներ ընտրել են ավականու անդամների։